Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հայաստանի էլեկտրական ցանցերի պետականացումը չի լինի մի փուլով, բայց ակնհայտ է, որ պետությունը շատ արագ պետք է դրա կառավարումն իր ձեռքը վերցնի։ Կառավարության նիստում վարչապետ Փաշինյանն է հայտարարել։ Նա նաև նշել է, որ պետակացման համար անհրաժեշտ առաջին քայլերը, որոնք նախ օրենսդրական փոփոխությունների հետ են կապված, խորհրդարանը կքննարկի արտահերթ նիստով։ Որևէ սցենարով էլ որ մենք գնանք, մենք մի X պահի պետք է ապահովենք Հայաստանի էլեկտրական ցանցեր Փակ բաժնետիրական ընկերության բաժնետորմսերի ազատ բաժանորդագրության հնարավորությունը, ընդ որում նաև մեր այս ընթացքի փորձը հաշվի առնելով պետք է այնպիսի երաշխիքներ ստանանք, որ Հայաստանի քաղաքացիները ոչ թե կամ առնվազն ոչ միայն ընկերությունները, ոչ միայն կորպորացիաները, այլև քաղաքացիները իրենց խնայողությունները հնարավորություն ունենան ներդնել, այսինքն բաժնետոմսեր ձեռք բերել։ Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել, քննադատելով ներկա իշխանություններին։ Նրա խոսքով իշխանություններին հաջողվել է երկիրը բաժանել սևերի և սպիտակների, իսկ հերոսները, գեներալները, գիտնականներն ու գործարարները հայտվել են սևերի շարքում։ Նա նշել է, որ գործարարների դեմ հարուցվել են անօրինական քրեական գործեր, մարդիկ հալածվել են, հեռացել երկրից, որոշներն էլ դարձել են քաղբանտարկյալներ։ Կարապետյանը նշել է, որ հասարակությունը պառակտվել է, բայց վստահ է, որ շուտով այդ պառակտման վերջը գալու է։ Երկրի համար սրտացավ, անհանգիստ, աշխատատեղ ու բարիք ստեղծող մարդիկ դարձել են քաղբանտարկյալներ, ճաշակելով կալանավայրերի, խցերի քաղցրությունը։ Հարգանքի արժանացած տարբեր մարդիկ իրենց ընտանիքների հետ հալածվեցին, ստիպված լինելով լքել իրենց հայրենիքը կամ չվերադառնալ։ Շատերին անձամբ եմ ճանաչում, եւ նման վիճակում հայտնված անձանց անունները կարելի է երկար թվարկել։ Հաջողվեց բոլորին հանել բոլորի դեմ։ Քաղաքական ուժերը սկսեցին պայքարել միմյանց դեմ, մի կողմ թողնելով գլխավոր չարիքը։ Սակայն ժամանակն ասում է իր խոսքը եւ անում իր գործը։ Սևերը սկսեցին սպիտակել, իսկ սպիտակները, որոնք այժմ ժողովրդի մեջ փոքրամասնություն են, վստահ եմ, որ կարճ ժամանակ հետո բոլորի համար շոշափելիորեն կմնան ընդամենը մի փոքրիկ խմբակ։ Չնայած նույնիսկ դա է ինձ ցավ պատճառում, քանի որ բաժանումներից, պառակտումներից սկսվեց մեր ամենադժվար շրջափուլը։ Շուտով միասին վերջ ենք տալու պառակտմանը, պայքարելու ենք։ Փաշինյանի Թուրքիա կատարած այցը անցել է դրական մթնոլորտում։ Արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը հայտնել է, որ քննարկվել են երկկողմ հարաբերություններ, ինչպես նաև տարածաշրջանային եւ մերձավոր արևելքի հարցեր։ Կողմերը վերահաստատել են երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար ցամաքային սահմանի բացման պայմանավորվածությունը։ Կոստանյանը հերքել է, որ Էրդողանն օրակարգային հարց է դարձրել ադրբեջանցիների Հայաստան տեղափոխվելու թեման։ Քննարկվել են նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման եւ տրանսպորտային կոմունիկացիաների բացման հարցեր։ Թուրքիան դրական է գնահատել Հայաստանի խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը, նշելով, որ Երևանը հանդես է գալիս կառուցողական մոտեցմամբ։ 4 ժամ շարունակ դատարանը քննեց ու որոշեց Բաքրատ Սրբազանին 2 ամսով կալանավորել։ Վճիռը հայտնի դարձավ գիշերը 3-ին։ Փաստաբանը ասաց, որ բողոքարկելու են որոշումը, բարձրաձայնեց պատճառ հիմնավորումներից միայն մեկը։ Միանշանակ բողոքարկելու ենք, որովհետև բազմաթիվ հանգամանքներ կան, որ այս որոշումը ապօրին են դարձնում։ Մեկը կասեմ, որպեսզի գործի հանգամանքներին չանդրադառնամ դետալներին, այն որ այս դատարանը ակնհայտ ապօրինի դատական կազմով էր քննում եւ Մասիս Մելքոնյանը բացարկի ենթակա դատավոր էր։ Քննչական կոմիտեն նոր հայտարարություն տարածեց, թե խոզարկությունների արդյունքում հայտնաբերվել են փողոցում էլեկտրասնուցման եւ համացանցային կապի ապահովման լարերը վնասելու համար նախատեսված մեծաքանակ հրավտանգ առարկաներ, նաեւ լուսանկարներ տարածեց, ամփոփեցին 15 անց կալանավորվել է։ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձավ իրավիճակին, ասաց, բացահայտվել է Հայաստանի Հանրապետության պետական անվտանգության եւ կայունության դեմ նախապատրաստվող հանցագործություն։ Շնորհակալություն հայտնեց իրավապահներին, նշեց, որ առավել արդյունավետ գործած իրավապահները կպարգևատրվեն։ Փաշինյանը ակնկալիք ունի, որ արդյունավետ քննություն տեղի կունենա եւ իրավապահները հավելյալ կիրազեկեն։ Օգտատերերի մի խումբ արձանագրում էր, որ Հայաստանում հոկտեմբերի 27-ը նոր կանխվել, մի ուրիշ խումբ էլ հարց էր բարձրացնում, թե արդյոք 1999 թվականին Հայաստանի իրավապահ մարմինը կարող էր կանխել հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը։ Կարծում եմ սա մի հարց է,
որի պատասխանը նույնպես ի վերջո պիտի փորձենք վստահելի ձևով ձևակերպել։ Փաստաբանները դեռ դատարանի բակում էին պնդում մեղադրանքները խնդրահարույց են բողոքարկման ենթակա հրապարակված ձայնագրությունները քննչական կոմիտեի հայտարարությունը բազմաթիվ առարկությունների տեղիք են տալիս։ Ձայնագրություններից մեկը, եթե ես չեմ սխալվում, երկրորդը ուղղակիորեն ասում է հետևյալը. մի երկու օր տևելու ավարտվելու է impeachment-ով։ Այսինքն, եթե խոսքը գնում է impeachment-ի մասին, ապա խոսքը չի կարող գնալ ոչ իրավաչափ կամ սահմանադրությամբ չնախատեսված որևէ կարգով իշխանության յուրացնելու մասին։ Բագրատ arczepiskopos Գալստանյանին տեղափոխել են Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկ։ Փաստաբաններն էլ ասել են լրագրողներին սրբազան շարժման առաջնորդը մեղադրվում է ահաբեկչության կազմակերպման եւ իշխանության բռնազավթման պլանավորման մեջ։ Օդ ուժերը գիշերը Ռուսաստանի մարզերի վրա ուկրաինական 50 անօթաչու են որսացել եւ ոչնչացրել։ Անօթաչուների կեսը ոչնչացվել է Կուրսկի մարզում, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի հանրապետության Յալթա եւ Դիլևկա բնակավայրերը։ Իրանի գերագույն առաջնորդը Իսրայելի հետ հակամարտության ավարտից հետո հանդես է եկել առաջին հայտարարությամբ X սոցիալական ցանցում շնորհավորելով ժողովրդին սիոնիստական կեղծ ռեժիմի դեմ տարած հաղթանակի կապակցությամբ։ Հայտարարությունն արվել է նաև Ամերիկայի կողմից իրանական միջուկային օբյեկտների ռմբակոծությունից հետո։ Իրանն արդեն վերսկսել է արևելյան շրջանների օդանավակայանների աշխատանքը, թույլատրելով ներքին, միջազգային եւ տրանզիտ ճվերթներ։ Հյուսիսային, հարավային եւ արևմտյան հատվածներում թռիչքները դեռ արգելված են։ Իսրայել-Իրան 12-օրյա հակամարտության հետևանքով Իրանում զոհվել է 627, վիրավորվել 4935 մարդ։ Վնասվել են հիվանդանոցներ, շտապօգնության մեքենաներ եւ բուժհիմնարկներ։ Իսրայելը հայտնել է 28 զոհի եւ 1472 վիրավորի մասին։ Հայաստանի էլեկտրական ցանցեր, Հայաստանի Հանրապետություն հարաբերությունների զարգացումն ու հետագա ընթացքը էկոնոմիկայի նախարարը բերում է տնտեսական դաշտ։ Հայաստանի էլեկտրական ցանցերի աշխատանքը խոչընդոտում է Հայաստանում բիզնես գործունեությանը։ Պապոյանը փաստում է, գործարարներն են ահազանգել իրեն։ Էլեկտրականության խափանումների հետևանքով տուժում են թանկարժեք նորագույն սարքավորումները, իսկ արտադրող երկրները ի պատասխան ոչինչ չեն առաջարկում։ Հեծնել իր հակադարձումներն ունի, ասում են, համակարգն է մաշված միլիոնավոր դոլարների ներդրումների եւ ժամանակի անհրաժեշտություն կա։ Ինձ էլ գործարար միջավայրն ասում է, որ միլիարդավոր դոլարների ներդրումներ է արել, որոնք շատ հաճախ առոչինչ են դառնում, այդպիսի անպատասխան, որովհետեւ երբ որ դու առնում ես մի քանի միլիոն դոլարանոց սարք, հետո գալիս է որը նախատեսված չի որևէ պարագայում նրա համար, որովհետեւ այդ սարքը որ ճապոնացիներ կամ գերմանացիներ սարքում են, չեն պատկերացնում, որ օրը կարա 5 անգամ հեծը լույսերը անջատի։ Արդյոք այս կերպ պետությունը փորձում է մասնավոր բիզնեսին տիրանալ։ Միանշանակ եւ հստակ ոչ եւ ոչ, որովհետեւ դուք տեսնեք եւ նախագիծը եւ մեր օրենսդրությամբ բոլոր հիմքերը սահմանված են, այսինքն այն ինչ որ տեղի կունենա, բացարձակապես դա մեր օրենսդրությամբ սահմանված է եղել, մենք մեր օրենսդրությամբ սահմանված դեպքերի իրացումն ենք ապահովելու։ Էլեկտրաէներգիայից պակաս կարևոր չէ Հայաստանից արտահանման հարցը։ Վերջին շրջանում խաթարվել է հայկական բեռնատարների անխոչնդոտ մուտքը Վրաստան։ Պաշտոնական մակարդակով բանակցությունները միտված էին այս թեմայով դրական տեղաշարժապահովելուն։ Այս պահին հերթի մեջ տասնյակ մեքենաներ կա կոնյակով բեռնված։ Այսինքն դրական եզրակացության որևէ խնդիր չկա, իրանք պետքա անցնեն, պարզապես սպասում ենք հերթին։ Իսկ այդ հերթերը ըստ Պապոյանի օբյեկտիվ են եւ հասկանալի, քանի որ վերին Լարսով անցնում են ոչ միայն հայկական, այլև այլ երկրներին պատկանող բեռնատարներ, իսկ մեր Ծիրանը որպես արագ փչացող միրգ առաջնահերթություն ունի կիլոմետրեր ու օրեր ձգվող այդ հերթում։ Հարավկովկասյան երկաթուղի փակbaşնետիրական ընկերությունը չեխական Գեպարդ Էքսպրեսի հետ գործակցությամբ սկսում է Հայաստանում առաջին անգամ երկաթուղային զբոսաշրջային ծառայություն։ Հունիսի 28-ին կմեկնարկի 9-օրյա միջազգային երթուղի, որը ընդգրկում է Հայաստանի Սևան, Երևան, Գյումրի եւ Վրաստանի Թբիլիսի, Քութայիս, Բաթումի քաղաքները։ Օգտվողները հիմնականում եվրոպացի զբոսաշրջիկներն են, ովքեր կտեղավորվեն հարմարավետ վագոններում հյուրանոցի սենյակների նման պայմաններում։ Ծրագրի նպատակն է զարգացնել երկաթուղային զբոսաշրջությունը առաջարկելով նոր ու որակյալ ծառայություններ տարածաշրջանում։
Հայաստանում մտավոր սեփականության իրավունքը, մասնավորապես հեղինակային իրավունքը, շարունակում է մնալ ամենախոցելիներից մեկը։ Չնայած օրենսդրական կարգավորումներին, բազմաթիվ դեպքերում գաղափարները, ստեղծագործությունները շարունակում են օգտագործվել առանց հեղինակային իրավունքի պահպանման։ Մասնագետների խոսքով խնդիրը շատ դեպքերում պայմանավորված է հենց իրազեկվածության ցածր մակարդակով։ Մեր հասարակության մտածելակերպը խնդիրն է, որ չեն հարգում, այսպես ասած, դիմացինի մտավոր սեփականության իրավունքը, չեն հարգում, որ դիմացինը ստեղծել է ինչ-որ ստեղծագործություն, առանց դա հարգելու վերցնում եւ օգտագործում է։ Հասարակությունում մասնագետների համոզմամբ դեռևս չկա բավարար հարգանք մտավոր սեփականության նկատմամբ։ Շատերը սեփական շահից ելնելով առանց խղճի խայթի օգտագործում են այլոց աշխատանքը։ Երբ որ մարդը տեսնում է, որ որևէ ստեղծագործություն կամ որևէ, այսպես ասած, նույնիսկ ապրանքային նշան ներքո ծառայությունները կամ ապրանքների վաճառքը մեր հաջողությունների են հասնում, իրենք դա վերցնում են, գողանում են, օգտագործում են, որպեսզի բարենպաստ լինի իրենց բիզնեսի համար, սակայն չգիտեն, որ այդ ամեն ինչը խախտում է։ Մտավոր սեփականության գյուտերի, գրական կամ գիտական ստեղծագործությունների պաշտպանությունը շատ երկրներում վաղուց ընդգրկված է դպրոցական եւ բուհական կրթության պարտադիր ծրագրերում։ Հայաստանում հաճախադեպ են հեղինակային իրավունքի խախտումները։ Հասարակությունը հիմնականում տեղյակ չէ, որ հեղինակային ստեղծագործությունների օգտագործման համար անհրաժեշտ է վճարել։ Հանրային սննդի կետերը, ռեստորաններ, սրճարաններ, որտեղ հնչում է երաժշտություն, օրենքով սահմանված կարգով պարտավոր են վճարել հեղինակային հոնորար։ Փաստաբաններն ասում են, աշխատանքային պրակտիկայի ընթացքում հանդիպում են անգամ այնպիսի դեպքերի, որ դժվար է լինում տարբերակել, ենթադրենք գրանցված երկու ապրանքանիշներից որն է բնօրինակը։ Նույնիսկ երբ որ հայտ են ներկայացնում ապրանքային նշանի մասով, գրանցվում է դա, թեկուզ որ արդեն նմանատիպ այլ ապրանքային նշան գրանցված է լինում ու ստացվում է երկու գրանցված ապրանքային նշան է լինում եւ օգտագործվում է ու շատ դեպքերում սպառողը շփոթում է եւ չի հասկանում, թե տվյալ ապրանքային նշանները մեկ անձին է պատկանում, թե դրանք ընդհանրապես նույն անձին չեն պատկանում։ Թեև օրենքով վերահսկողության մեխանիզմներ կան, մասնագետները նշում են, դրանք գործնականում արդյունավետ չեն, հեղինակային հոնորարների հավաքագրմամբ զբաղվում են ՀԿ-ները։ Խախտումներ արձանագրելու դեպքում ՀԿ-ներն են իրավասու, օրինակ, երկչի անունից միանգամից դիմել դատարան։ Իսկ փաստաբանների խոսքով մտավոր սեփականության ոլորտում մասնագետների պատրաստումն իհարկե կխթանի խնդրի լուծմանը։ Համոզված են, եթե մասնագետներն ավելի շատ լինեն, ավելի լայն կտարածեն այս իրավունքը, իսկ մարդիկ կիմանան, թե իրենց իրավունքների խախտման դեպքում ուր է պետք դիմել եւ ինչպես։ Հունիսի 25-ին Աբովյան քաղաքում բախվել են Աբովյան բժշկական կենտրոնի շտապօգնության մեքենան ու Տոյոտան։ Շտապօգնության բուժքույրը տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության, Կոտայքի մարզի գումարտակի բարեկները, գումարտակի հրամանատարի, տեղակալի եւ օրվա պատասխանատուի գլխավոր։ Հունիսի 25-ին Գյումրի Վանաձոր ճանապարհին վրացական համրանիշներով Toyota Prado-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե պատնեշներին, մի քանի պտույտ շրջվել, հայտնվել դաշտում։ Երկու հոգի տեղափոխվել են Գյումրի բժշկական կենտրոն, իսկ մեկ անչափահաս Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, փրկարարչարայության Գյումրու հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։ Տեղում էին ոստիկանության, բարեկային ծառայության, Շիրակի մարզի գումարտակի առաջին վաշտի 5-րդ դասակի բարեկները։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխել են, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Հունիսի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Մայրաքաղաքում։ Երևան աշտարակ ճանապարհին աշտարակի խճուղում Հայ ֆիլմ կինոստուդիայի հարևանությամբ խոտածածկ տարածք է այրվել։ Կրակի տարածման դեմ սկզբում պայքարել են քաղաքացիները, հետո ժամանած հրշեջները մարել են մոտ 1500 քառակուսի մետր չոր խոտածածկ տարածքում առաջացած կրակը։ Տեղում էին ոստիկանության, բարեկային ծառայության, Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի բարեկները։ Մաշտոցի ոստիկանները Կիևյան կամրջի տակ հայտնաբերել են տղամարդու մարմին, ժամանել են փրկարարչարայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ոստիկանության, բարեկային ծառայության, Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի բարեկները։ Եվ ոստիկանության, բարեկային ծառայության, Շիրակի մարզի գումարտակի բարեկները օպերատիվ տեղեկություններով հայտնաբերել են այն Մերսեդեսը, որով Գյումրիում հացատան մոտ հնչած կրակոցներից հետո մասնակիցներից մի քանիսը հեռացել էին։ Մերսեդեսը տեղափոխվել է բարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք։ Նախաքննության շահերից ելնելով այլ մանրամասներ չեն հրապարակվում, սակայն ոստիկաններն ու քննիչներն արդեն ունեն ենթադրյալ կասկածյալների շրջանակը։ Գիտեն նաև, թե ինչն է եղել վիճաբանության, ծեծկրտուքի ու կրակոցների պատճառը։
է։